ջան, որ թեմատիկ շարքն ենք այսօր ամփոփում։ Ժամանակի տարածության մեջ։ Ահա, որոշ թեմաներ բնագրեր Գևորգ ջան։ Թեմատիկ խմբի մեջ անցել են որոշ բնագրեր, ճիշտ է։ Եկեք վեր հիշենք դրանք ըստ վերնագրերի, Բաչե ջան։ Ամենից լավ տունը անի, աշխարհառչակ աստղադիր, քո տունը, զարմանալի գառնարածը նայեք, թիթեռնիկների տունը, Հոկտիկ Վիկտորը, նարեք, ամենից լավ տունը, ահա, եկեք տեսնենք, ճիշտ թվարկեցինք և մի հատ քայլ ենք այդ բնագրերով, ահա, առաջինը որն էր, ահա, էպոսի որ ճուղն ենք ուսումնասիրել, երորդ, Սասունցի Դավիթ, հիմա մենք մանրամասն խոսենք, հաջորդ բնագիրը, ամենից լավ տունը, հաջորդը, Ինչի շրջանակներում մենք պատրաստեցինք, յուրաքանչյուրիդ աշխատանք այստեղ կա, յուրաքանչյուրը գեղեցիկ լրագրողական ձեր աշխատանքով ներկայացել եք, հիշում եք, ամեն մեկը հեռուստատեսության էկրանից այս կողմ ներկայացրիք ձեր աշխատանք, վերջում եք բոլորը տեղ գտան մեր դասարանական փակին, որ ձեր աշխատանքները գնահատվեն և համարենք, որ ամեն ինչ ճիշտ ու որակյալ կատարել եք։ Ահա այդ աշխատանքի արդյունքը։ Հիանալի եք աշխատել, նախ ապրեք, բոլորդ օգիտ, մաքուր ձեր ձեռագրերով աշխատանքը և գրել եք, և կարևոր, որ ներկայացրեցիք ճիշտ խոսքով։ Ապրեք, գնացինք առաջ, հայ մեծերից հետո նշանավոր մարդկանց մասին։ Անցանք մի մեծ գիտնականի, աշխարհահռչակ աստղագետ, երբ մենք այցելեցինք դաս էքսկուրսիայի տեսքով այնտեղ տուն թանգարանը, ինչ տպավորություններ ստացաք, հերթով եկեք կիսվենք այդ տպավորություններով։ Կանգնած խոսենք։ Նրա մայրը եղել է մանկավար, զբաղվել էր իր երեխաների դաստիարակությամբ, դա մեր բնագրից իմացանք։ Խոսում ենք այսպես, որ տեսք։ Ես զարմացա աստղադիտարանից, որ աստղադիտակը այդքան մեծ է։ Ապրես, այդ աստղադիտակի նկարներ մենք տեղ ենք գտել նաև մեր շնորհանդեսի Սահիկի շարքում։ Մեծ աստղադիտակ, այո, մենք ենք հայտնվել այնտեղ։ Եվ այստեղ էլ մենք ունենք նկար և նշանավորեցինք այդ օրը ձեր գիրք նվիրելու տոնը այնտեղ իրականացնելով, ճիշտ է։ Այս հետաքրքիր գիրքն էր, ես փորձեմ ես հետս դուրս բերել, ձեզ ցուցադրեմ։ Մարտիրոսարյան, շատ ապրես, Հասմիկ, Արամ Խաչատրյան, Գոհար Գասպարյան, Կեցես, շատ ապրես, նշանավոր մարդիկ, օպրես չենք ասել, շատ ապրես, այս շարքը կարող ենք անթիվան համար շարունակենք, նստեք, մեծ նշանավոր գիտնականի և ընդհանրապես նայեք ապա պաստառին և մեծ ոլորակների շարքին։ Հետաքրքրությունը հենց դրանում է, որ ձեզ շատ հետաքրքրեց սա, մեծ աշխատանք, այո, շատ մեծ ձեռքի աշխատանք եմ արել, անկեղծ ասած, բայց փորձել եմ հնարավորինս արեգակտային համակարգ ոլորակները պատկերել այսպես, կարծում եմ արեգակտային համակարգի 4 այո առանձնացող և գազային մոլորակներ հսկաներին առանձնացնել ապրես։ Եկեք որ անցանք մոլորակներին, այսպես թռմտքի թռիչքով, վեր հիշենք նրանց անունները։ Չորսը գազային մոլորակներ են, իրենք գաճաճը չկա, գաճաճը եթե նկատվում է սա, հիմա Արսենը կասի ինչ է սա։ Հիմնական ու բնական, այսպես ասենք, լուսինն է, այո, որը ստանում է լույսն ու ջերմությունը ինչից, արևից, իսկ երկինը արևն ինչ է, մեծ հրե, երկիրը, լուսինը, երբեք շփոթել։ Հետաքրքրեց ձեզ գիրքներ եք շարքում, կարծում եմ բոլորդ արդեն հասցրել եք ապրես, գույն բոլորակներ։ Հողային և գազային շերտերից, այո, որոնք գոյացել էին։ Վահան ջան, լավ ես։ Ահա, գնացինք առաջ։ Հիմա ամփոփեցինք աշխարհահռչակ աստղագետի մասին իմացանք կարևոր տեղեկություններ։ Ամփոփենք, որ թվականին եք ծնվել։ Ձեռքով խոսեք։ 8, ապրես, ինչ գործունեություններ ծավալել, ինչ կպատմեք իր մասին, մի քանի բառով։
Լսում եք, կանգնի, բանջ։ Ահա, հայրը, 1996 թվականին հայրը ահա, համազասկը, խոսիր, մայրը, Ռիպսիմե, չէ, որը մանկավարժ է և զբաղվում է երեխաների դաստիարակությամբ։ Ինչ կարևոր տեղեկություն սովորեցինք այդտեղից։ Պրոֆեսոր Ամբարտունյանը երկու աստղադիտարան կառուցեց Օպրես, ինչքան է կազմում այդ մեծ տարածքը, որը դիտարանի տարածքն էր և իր սեփականությունը, իր կողմից։ 53 հեկտար, հիշեցին։ Ահա, հիմա եկեք մի փոքր այս աստղադիտակի մասին խոսենք։ Երբ ինքը 75 թվականին 1975 թվականին ստեղծեց, որտեղն էր աշխարհում դիտակների գրավում։ 7-րդ, իսկ ներկայումս։ Դա էլ որպես տեղեկատվություն այդտեղից սովորեցինք։ Այո, արդեն 12 դիտարան կա, մեծ ու փոքր, կեցեք, որ այդքան մեծ տպավորություններով եկել են։ Եկել ենք հայտնվել աստղադիտարանի շարքում, ճիշտ է նկարի դեպքում, շատ հետաքրքիր է ամեն ինչ։ Գնացի, մինչև շնորհակալության անցնենք, ահա, մեր փոքրիկ շնորհանդեսի նկարները, բնագրերի վերաբերյալ վերհիշեցինք, կրկնեցինք։ Եկեք մի փոքր, ջան, այն մեծի մոտ չեն գնացել, որովհետև այնտեղ չէին թույլատրում, Դավիթ ջան։ Ճիշտ է։ Գնացի, եկեք մի փոքր անդրադառնանք մեր գերիցուկին, որի շրջանակներում պիտի իրականացնենք խմբային աշխատանք, ձայն չլինի։ Արի Ագնեսա, Դանիել, Արյան, Դավիթ ջան, դուք անդորիկը վեկած Եվա ջան, եկեք։ Յուրաքանչյուրը նկարնեք ես կողմ, բացատրենք ինչ պիտի անենք։ Գերիցուկի թերթիկների յուրաքանչյուր գույնը բնորոշում է մի առաջադրանք, խմբային առաջադրանք։ Ստանալով մինչև ժամանակը չասենք այստեղ, կամ խմբային աշխատանքի կանոնները չասելը, աշխատանքը չեն սկսում։ Դուք ծանոթ եք այդ աշխատանքի։ Հիմա ընտրեք առանց կռվի որևէ գույն, ապրեք, ու կանգնեք ձեռքերը։ Առանց կռվի, ես արդեն հրտացել եք ես գործը։ Շատ լավ է։ Հիմա բոլորը աշխատանքի բնույթը այսպես պահեք, Դավիթը շուրթու, որ ես իմ ամեն եկիտ աշխատանքը ձեզ տամ։ Ախ իմ աղջիկը։ Առաջին խումբը կդառնա բարդ համողներ, հազարագույնը և իր աշխատանքը կստանա։ Արև ձերքը, որ գնաց խմբի հետ աշխատեցիլ է համքելու չգնաց։ Գույնը բարդագույնն է, բարդագույնը պետք է ճիշտ և սխալ մտքերը բնագրերից շարքից ընտրեն և կողքը հիշում ենք ժպիտը, ուրախն ու տխուրիկը։ Ահի, չգնաք մինչև բոլորը կոնստրեն։ Դավիթ ջան, գույնդ որն է։ Կապույտը բանես։ Կապույտը ապրես, վերցնում ես, աշխատանք ես տեղի, ամեն ինչ պարզ ու հստակ, սպասի դեռ չգնաս, սիրուն չեմ։ Դանիել գույնը կանաչը։ Պետք է լրացնեք և հոմանիշները և տարը ապ։ Եվ մյուսը պետք է վերականգնեն դերիններն են, ճիշտ է, լավ, ոչ իջեք դիրոք անեք։ Պետք է այս գպանիկից, ասմա հանիր ինձ գպանիկից, առածները վերականգնեն։ Քեզ նալիները տալիս են, այո, սոսին, որ կաղանակ սոսն է։ Խմբերը տեղավորվեն։ Հիմա միատիկ եք վերհիշեք խմբային աշխատանքի կանոնները։ Պետք է միասին աշխատենք, ուրիշ։ Չաղմկենք, էլ ինչ պիտի անենք խմբային աշխատանք անենք։ Լուր մնանք, շշուկով աշխատենք։ Եվ իրար կարծիքները լսենք, Ստեցինք։ Երաններով հասկանում եք, չէ, որ ամեն մեկը պիտի տարբեր։ Կրիչ ապրեք ճուտիկներ։ Ճիշտ է։ Ահա, եթե ճիշտ է նկարի։ Նամեին փոխանցի։ Ահա։ Նարեկյան, օգնի։ Ճիշտ է։ Ահա, ճիշտ է նկարի։ Նամեին փոխանցի։ Ահա։
Արդեն արտադրել Դրամար նստած աշխատել։ Ճիշտ է։ Ժամանակը սպառվեց, խմբերի աշխատանքները եզրափակենք, ամփոփենք, լավ, որպեսզի գնահատումներ իրականացնենք։ Ես յուրաքանչյուր խմբի աշխատանքը կվերցնեմ, այստեղ ամրացնեմ արագ, որ ամփոփման աշխատանքները լինի։ Մոտեցրու Դավիթ ջան, մոտեցրու Անգելինա։ Ձեր ովեք մնա։ Ամփոփենք։ Չէ։ Վերջին խմբի աշխատանք։ Սկսենք դուք պատրաստել եք, որպեսզի յուրաքանչյուր խումբ մյուս խմբի աշխատանքը ձեր սեղաններին առկա լուսացույցի գույներով գնահատում իրականացնել, այսինքն մենք փոխադարձ գնահատում ենք ամեն խմբի աշխատանքը։ Ես ամփոփում եմ, կռիվ չենք անում, Մարիա, նստի մխիթար, ապրես, պետք թող սեղանում, չի խանգարի, գնացին, բար քամողները պետք է աշխարհահռչակ բառից քամեին բառեր, ստուգում ենք աշխարհ, խաչ, հռչակ, արա, չար, կար, խաչ, երկու անգամ է կրկնվում, խաշ է, աշխարհահռչակ, լավ, սաղ, հարկ, պետք չէ ծատարում, բայց ոչինչ ուղղում անենք, արշակ, կա, խակ, շատ ճիշտ են աշխատանք գնահատել, բայց կուզեի նաև լսել ձեր արձագանքը, տեսնել, դուք գնահատում եք, դուք իջեցրեք, ձեզ պետք չի, աշխատանք ընկերները, փոխադարձ գնահատման արդյունքում հասկացանք, որ խումբը աշխատել է ճիշտ և անսխալ կարելի ասել, ճիշտ է, իջեցրինք, հիմա մյուս խմբի աշխատանքը Հրացում ենք հոմանիշները հովիվ գարնարած, պետք է լսեք, որ գնահատենք, էպոսը հունարեն բար, կարող են որպես այդպես դիսարկել, իսկ մի բարով էպոս քաչ ուժեր գիծա, գոմ, հարավ անասնատեր, նշանավոր աշխարհահռչակ, ժամ եկեղեցի բան, լուսաբաց առավոտ, քամի զերքյուր, արև արփի արեգակ, այս հատվածը ճիշտ է առայժմ, դուք էլ կարող եք, երկրորդ, անընդհատ, մարդիկ, օլիմպիական, տիեզեր, օվկիանոս, միլիոն չեմպիոն, կարծում եմ այստեղ է, գնահատանքը, ապրեք, փոխադարձ գնահատման արդյունքում այս խումբը ևս ամեն ինչ ճիշտ էր արել, որն է սխալ։ Մխիթար, եթե սխալ կար, լսում եմ։ Ինչ է երկու լուսացույցի գույն բարձրացել, Մարիա, դե իջեցրեք, ապրեք, հաջորդ խումբը։ Պետք է վերականգնենք քանդված առածները։ Ամեն բան իր ժամանակն ունի, ես սպասում եմ մինչև լռեք։ Ժամանակը ոսկի է, ամեն անգամ ձեռքը չի ընկնի, ժամանակը անդին գանձ է գինն իմացողի համար, գնահատքը չի ընկնի, ժամանակը անդին գանձ է գինն իմացողի համար, գնահատեք խնդրում եմ այդ աշխատանքը, համամիտ եք, որ ամեն ինչ լիարժեք է արված, գնացիք մյուս խումբը, պետք է ստանայի առարկա ցույց տվող բառերից գործողություն, աղմուկ աղմկել, ջուր ջրել, գործ գործել, մեղ մեղել, հավաքել, քանդակել, հնձել։ Ճիշտ հնչյունափոխություն են ապրել, ապրեք, աշխարհահռչակ, նկարազարդ, ձնծաղիկ և հոր եղբայր, կեցեք շատ ճիշտ
բարդ բարերի կազմություններ, այստեղ հայրը եղբայրի հետ, գնահատումը, ապրեք, ճիշտ է կարել եւ վերջին խումբը։ Պետք է բնագրերից գտնեին Եվա, փոխանցեք ամեն ինչ Կարինեին։ Լավ։ Էպոսը հունարեն բառ է, որը նշանակում է զրույց պատմություն, ճիշտ է։ Այո։ Իշխանները շատ գոհ էին Դավթի արարքից։ Ոչ։ Սխալ միտք է։ Այո։ Ահա, սխալ է, ճիշտ է լարել։ Տարածության մեջ թեմայի ամփոփման արդյունքում բոլորս վեր հիշեցինք եւ ճանաչեցինք հայ մեծանուն գրողների, ստեղծների, նկարիչների եւ հայտնի մարդկանց մասին։ Ապրեք, էլ ինչ իմացանք թեմայի վերջնարդյունքում, ինչ իմացանք, սովորեցինք նոր բարեր եւ ապրես տեղեկություններ, իմացանք հայտնի մարդկանց կյանքը եւ գործունեությունը իրենց, ապրեք, թեմայի վերջնարդյունքում բոլորս խմբային համագործակցային հրաշալի աշխատանք կազմակերպեցինք հաշտ ու համերաշտ միջավայրում։ Ապրեք, կեցեք, շարունակում ենք նույն ձևով